2024 թվականը իրադարձային տարի էր Prestige Media ընկերության համար։ Բացի ամսագրից, ընկերությունը կազմակերպեց երկու խոշոր մասշտաբային միջոցառումներ Իտալիայում, Վենետիկ քաղաքում եւ Արաբական Միացյալ Էմիրություններում, Դուբայ քաղաքում։ Առաջին անգամ հեքիաթային Վենետիկը մեկտեղել էր հայ մտքի հզոր ներուժը։ Հունիսի 8-ին 14-րդ դարի Թագավորական պալատում տեղի ունեցավ տարվա հեղինակություն համահայկական մրցանակաբաշխություն, որին ներկա էին Իտալիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Տիկին Ծովինար Համբարձումյանը, Վենետիկում պատվո հյուպատոս Գագիկ Սարուխանյանը, Իտալիայի վճռաբեկ դատարանի դատավոր Մաուրա Կապրիոլին եւ Սուրբ Ղազար կղզու վարդապետ Հայր Համազազմ Քեշիշյանը։ Այս նշանավոր միջոցառումը համախմբել էր հանրային մշակույթի, արվեստի, առողջապահության եւ գործարար աշխարհի առաջնորդներին, ինչպես Հայաստանից, այնպես էլ ամբողջ աշխարհից։ Միջոցառման նպատակն էր գնահատել հայ ժողովրդի օրինակելի տաղանդավոր նվիրյալ եւ հեղինակավոր զավակներին, ովքեր հանդիսանում են պետության հիմնասյուները, ովքեր մարմնավորում են իրենց հավատարմությունը հայրենիքին եւ հռչակում են հայի անունը ամբողջ աշխարհում։ Տարվա հեղինակություն մրցանակաբաշխությունը յուրօրինակ էր, ինչպես տեղի ընտրության հարցում, այնպես էլ հաղորդավարի, որը վարում էր մեր սիրված դերասանուհի հաղորդավար Նազենի Հովհաննիսյանը, այնպես էլ մասնակիցների։ Երեկոն ամփոփեցինք գեղեցիկ գալանտրիկով, որի ընթացքում իր անմոռանալի կատարումներով մեր հյուրերին գեղեցիկ ու հաճելի ժամանց ապահովեց իտալացի հայտնի ջութակահար Պիեր Պաոլո Ֆոտին։ Իտալիայի հեքիաթային Վենետիկ քաղաքում կազմակերպված տարվա հեղինակություն մրցանակաբաշխությանը իր մեծ աջակցությունն է ցուցաբերել Իտալիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Տիկին Ծովինար Համբարձումյանը։ Օգտվելով առիթից իմ խորին շնորհակալությունը եւ երախտագիտությունն եմ հայտնում Տիկին դեսպանին իր մեծ աջակցության համար։